Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերի Վագիվ Խաչատրյանը հոսպիտալացվել է ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ 70-ամյա Խաչատրյանի ինքնազգացողությունը վատթարացել է դեկտեմբերի 22-ին նրա մոտ առաջացել են շնչառության դժվարացում եւ սրտի շրջանում ցավեր։ Խաչատրյանի վիճակը ներկայում գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ 2023 թվականի հուլիսի 29-ին բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիվ Խաչատրյանն առևանգվել էր Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետից։ Բաքուն նրան զանգվածային սպանությունների շինծու մեղադրանքներ է առաջադրել եւ 15 տարվա ազատազրկման դատապարտել։ Ռուսաստանի Վոլգոգրադի մարզից բեռնատար գնացքով Հայաստան է ուղարկվել հացահատիկի առաջին խմբաքանակը Պրիվոլսկի երկաթուղու մամուլի ծառայությունից հայտնել են, որ ցորենով բեռնված վագոնները Ադրբեջանի տարածքով կհասցվեն Երևանի կայարան։ Առաջին խմբաքանակը բաղկացած է 8 վագոնից, մինչև 2025 թվականի վերջը նախատեսվում է Հայաստան առաքել ընդհանուր առմամբ ավելի քան 2000 տոննա ցորեն, 30 հացահատիկային վագոն։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ծառայողները ըստ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կայքի դեռևս շարունակում են հայ սահմանապահների հետ համատեղ ծառայություն իրականացնել Զվարթնոց օդանավակայանի անցակետերում, իսկ Ագարակ ավտոճանապարհային անցման կետում սահմանի պահպանությունն ամբողջությամբ իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը։ Իրականությունը սակայն այլ է, դեռևս 2024 թվականի մարտին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հայկական կողմը դիմել է ռուսական կողմին ու տեղեկացրել, որ Հայաստանը բավարար կարողություններ ունի ինքնուրույն իրականացնելու սահմանի հսկողությունը։ 2024 թվականի հուլիսի 31-ից ռուսական ծառայողները դադարեցրել են ծառայությունը Զվարթնոցում։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը չի հերքում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում քննարկվել է իր պաշտոնանկության հարցը։ Նշում է, սակայն որոշում չկա։ Հարցին, թե պաշտոնան կարվելու հիմքում այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7-ին Գյումրիի 7 վերք եկեղեցում մասնակցած պատարագին հավաքված մարդկանց թվից գոհ չէր, Արուշանյանը պատասխանել է, ղեկավարությունն իրեն պատարագի հետ կապված ոչինչ չի ասել։ Շիրակի մարզպետը նաև վստահեցրել է, որ քաղաքական առումով թիմի հետ որևէ տարաձայնություն չունի, միաժամանակ շեշտել է, պաշտոնից կարճած չէ։ Վիզայր ավիաընկերությունը հաջորդ տարվա հունիսի 12-ից Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ կիրականացնի, հայտնում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ երկուշաբթի եւ ուրբաթ օրերին։ Տոմսերի արժեքը սկսվում է $49-ից։ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը եւ գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը վերադարձել են Մայամիից եւ մանրամասն զեկուցել նախագահ Վլադիմիր Զելենսկիին ամերիկյան կողմի հետ հանդիպումների արդյունքների մասին։ Հաղորդվում է, որ պատրաստվել են մի քանի փաստաթղթերի նախագծեր, այդ թվում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերակառուցման եւ այս պատերազմը դադարեցնելու հիմնական շրջանակի վերաբերյալ։ Կիևը սպասում է Միացյալ Նահանգների հետ երկխոսության շարունակմանը, հայտնել է Զելենսկին։ Իսրայելը երբեք չի լքի Գազան, հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Նա հավելել է. Իսրայելական բանակը Գազայում է պաշտպանության եւ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի կրկնությունը կանխելու համար։ Կացը հայտնել է, որ պատրաստվում են Գազայի հյուսիսում ռազմաբազա կառուցել, որ նաեւ քաղաքացիական գործառույթներ կունենա։